Սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Մենք այսօր քննարկում ենք Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արեգա Հովսեփյանի թեկնածությունը։ Ինչպես ենք ընտրել Տիկին Հովսեփյանի թեկնածությունը։ Նախ մենք մտածում ենք, որ պետք է լինի դիվանագետ։ Եվ նայելով նրա կյանքի անցած ճանապարհը, նա կրթությունը համ բակալավրիատը, համ մագիստրատուրան գերազանցությամբ ավարտած, Մասաչուսեթսի Բոստոն քաղաքում Տավցի համալսարանի դիվանագիտության դպրոցը ավարտած, Արցախի հանրապետությունում եւ Հայաստանի հանրապետությունում արտաքին գործերի նախարարությունում աշխատած մարդ է, ով պրոֆեսիոնալ է դիվանագիտության մեջ։ Մյուս մեր հանձնաժողովների ղեկավարները տարածքային կառավարման հանձնաժողովի ղեկավարը, տարածքային կառավարման նախարարության համակարգման տակ գտնվող ամենամեծ ընկերության պատասխանատուն է։ Ֆինանսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարը, մաքսային մեթոդաբանության մասնագիտության հիմնադիրն է Հայաստանում։ Իհարկե, պարոն Ֆարմանյանից մենք դժգոհ ենք, ոնց չի ֆայմել, որ այդքան տարի մաքսայինում աշխատել է, վերջում չի ելել շենքեր սարքել իր համար, չի ելել Երևանի կենտրոնի կեսը առել, այլ գնաց է դասախոս աշխատել մարդը։ Շատ գիտեք մաքսայինից ելած մարդ, որ գնաց է վերջում դասախոս աշխատում այսքան տարի։ Ես չգիտեմ։ Ինքը եզակիներից է։ Այդ պատճառով մենք առաջարկում ենք ձեր թեկնածուների մեջ մարդիկ կան, ովքեր մաքսայինից ելել են եւ միլիոնավոր դոլարների ներդրումներ են անում Հայաստանում։ Մեծ ներդրող են դառել Հայաստանում։ Երևի, ինչպես շատ հաճախ մեր ԿՊԱ-ական գործընկերները ասում են, մինչև հեղափոխությունն են արդեն գործերը լավ, ուղղակի հեղափոխությունից հետո ավելի լավացավ։ Մենք բոլոր ուղղություններով վերցել ենք ոլորտի մասնագետներ, ոլորտի պրոֆեսիոնալներ։ Կար մեծ, կարող էինք ձեր մոդելով գնայինք, ամենայն արգանքով բոլորի հանդեպ ձեր առաջարկած թեկնածուների մեջ մեկ հոգի ես տեսա, որ մասնագիտական, մինչև այս եղած թեկնածուների մեջ, որ այդ մասնագիտությամբ պրոֆեսիոնալ էր ու հանձնաժողովում է։ Մնացողը այդ մենք ունենք արվեստաբան, ով առողջապահությամբ է զբաղվելու, մենք ունենք այլ մասնագիտություններ։ Սա մոտեցում է ձեր ընդհանուր կուսակցության։ Դուք չեք նայում պրոֆեսիոնալիզմով, եթե ազնիվ լինենք։ Դուք նայում եք մարդը հարմար է, վստահելի է այդ պոզիցիայով, թե ոչ։ Եվ դա քննարկելի է, որովհետև ձեր վերջի քաղաքականությունը, վերջի տարիների ամբողջությամբ է ասում։ Ինչ վերաբերում է Եվրոպական միության ինտեգրացիային ու մեր մոտեցմանը, ինչպես ենք մենք տեսնում։ Եվրոպական միությանը ինտեգրացիային ու Եվրոպայի ընդհանուր համակարգի ինտեգրացիա մենք ուզում ենք տարանջատել։ Եվրոպայում կա 3 երկիր, որոնք ունեն շատ հետաքրքիր փորձ։ Առաջինը Նորվեգիան է, երկրորդը Շվեյցարիան, երրորդը Միացյալ Թագավորությունը։ Այս երկրները Շվեյցարիան, Նորվեգիան իրենց օրինակներով մի մոդել են ընդունել։ Իրենք չեն մտել Եվրոպական միություն, որովհետև համարել են, որ Եվրոպական միությունը քաղաքական կառույց է, բայց բոլոր իրենց ինստիտուտներով ինտեգրված են Եվրոպական համակարգի մեջ, Եվրոպական ազատ տնտեսական գոտու մեջ։ Ինչ է սա տվել։ Շվեյցարիան զերծ է մնում յուրաքանչյուր քաղաքական բախումներից, բոլոր բախումներից։ Նորվեգիան գտնվելով Արկտիկայի մոտ զերծ է մնում հակադրություններից։ Միացյալ Թագավորությունը այլ ճանապարհ է ընտրել։ Ինչն է Հայաստանի ճանապարհը։ Մենք տեսնում ենք, որ հայկական բոլոր ինստիտուտները մեր երկրի մենք պետքա տեղայնացնենք եվրոպական մոդելներով։ Մեծ մասը բաներ կա, մենք համաձայն չենք այդ մոդելների հետ։ Որպես պահպանողական ուժ ընտանիքը թիրախավորող մոդելների հետ համաձայն չենք, բայց այլ մոդելների հետ, դատական համակարգ, տնտեսական քաղաքականություն, կրթական համակարգ մենք բերելու ենք եւ աշխատելու ենք այդ ուղղությամբ։ Տիկին Հովսեփյանի գործը այն է, որ բոլոր ստանդարտներով Հայաստանը լինի եվրո ստանդարտներով ապրող երկիր, բայց քաղաքական ընտրություն անելուց առաջ մենք պետք է նայենք, արդյոք այդ ընտրության ժամանակ կա հակադրություն տարածաշրջանային ուժերի եւ Եվրո միության մեջ, թե չէ, արդյոք դրա արդյունքում մենք ստանալու ենք հարված, ուժեղ հարված եւ դրանից հետո գանգստե արդարանանք։ Մեր երկրի ամենակարևոր խնդիրներից մեկը, ինչպես Նորվեգիան, ինչպես Շվեյցարիան, չբերել բախումը մեր դուռը, մենք բախման տեղ չունենք, փոքրացել է։
Ու սա է մեր մոդելը, եվրոպական բոլոր ինստիտուտները, որոնք որակական փոփոխություն են բերելու, Տիկին Հովսեփյանը աշխատելու է այդ ուղղությամբ։ Ու կտեսնեք ինչ տարբերությամբ, ամենայն դեպս տարին մի անգամ ժողով չի անի, ինստիտուցիոնալ կաշխատի, դատական համակարգի ազատությունը վերջապես կունենանք։ Իսկ ինչ ենք մենք մտածում ընդհանրապես ձեզ հետաքրքրող Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին։ Ռուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցած տարի ուղարկել է 3.2 միլիարդ դոլար։ Եվրոպան Հայաստանին ապրանքների դիմաց ուղարկել է 600 միլիոն։ Ասեմ ավելին, 2 տարի առաջվա հետ համեմատած Եվրոպայում Եվրոպա դեպի արտանումը իջել է 23 թվի հետ համեմատած։ Ասեմ ավելին, այս տարի բարձրացել է, որովհետև ուղղակի պղնձի գինն է բարձրացել։ Չկա որակական, աշխարհի ամենամրցունակ շուկան է։ Եվ որն է մեր մոդելը։ Այն փողը, որ գալիս է Ռուսաստանից, դա գնում է թոշակների, զինվորականների աշխատավարձի, սոցիալական ծրագրերի։ Մենք չենք ուզում դա կորցնենք։ Պրոհայկական քաղաքականությունն է, որ ես չեմ ուզում հայի գումարը թողեմ ուրիշին, ուզբեկը ծախի այնտեղ, բելարուսը ծախի այնտեղ, թուրքը ծախի այնտեղ։ Իսկ ինչքան իջնում է մեր արտանումը, այնքան հելնում է մեր հարևան երկրի արտանումը։ Իրար չեն բացառում երկու մոդելները։ Ձեր ներկայացուցիչը այստեղ ելույթ ունենալուց ասեց, որ Եվրոպան ասել է, որ Ռուսաստանի համար ընդունելի թեկնածու է Սամվել Կարապետյանը։ Փաստորեն Եվրոպան ֆիքսել է, որ վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն էր։ Փաստորեն Եվրոպան ֆիքսել է, որ մրցակցությունը Սամվել Կարապետյանի եւ Փաշինյանի միջև է։ Փաստորեն մենք մի բան էլ ենք ֆիքսում այս process-ի ընթացքում, կարևոր, որ Ռոբերտ Քոչարյանը չէր, պարոն Քոչարյանը չէր մեր թեկնածուն, ինչպես ձեր ամբողջ հմեկով, ամբողջ մեդիա համակարգը ուզում էր ասել։ Եվ դրա համար դուք քաղաքական պատասխանատվության եք ենթարկվելու, որ մոլորեցնում եք մեր հանրությանը, ամիսներով ասելով, որ ուժեղ Հայաստանի թեկնածուն Սամվել Կարապետյանը չի։ Դուք մեդիայով եւ անգամ թեզ եք մտածել։ Ով էր մտածել, ով էր ձեր խորհրդատուն այդ թեզի, պատերազմի կուսակցություն։ Այո, իսկ գիտեք ով է պատերազմի կուսակցությունը։ Վերջի 8 տարվա ընթացքում 3 պատերազմ բերած կուսակցությունը։ Եռապատերազմի կուսակցությունը ԿՊՆ, եռապատերազմի կուսակցությունը եւ 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը։ Անցնելու է 30 տարի, 50 տարի, պատմությունը ձեզ հիշելու է, որպես եռապատերազմի կուսակցություն եւ 2.5 տրիլիոն դրամ պարտք վերցրած։ Մեր երկրի ինչ սարքել եք, դուք կարայիք տասնյակ հազարավոր դպրոցներ սարքեիք այդ գումարով, կարայիք տասնյակ հազարավոր կիլոմետրեր ճանապարհ սարքեիք, բայց դուք սարքել եք ընդամենը 135 ավարտել եք դպրոց այս պահին, տարին 12 դպրոց եք ավարտել, 2.5 տրիլիոն փող վերցնելուց։ Երբ որ խոսում ենք քարոզչական թեզերից, պետք է հիշենք, որ քարոզչական թեզերը երկու թև ունեն։ Եվ այն քարոզչական թեզը, որը դուք ժողովրդին մանիպուլացնելով այսքան տարաք, այսօր այս հողի վրա մենք մեր ներկայությամբ եւ Եվրոպական միության հաշվետվությունը պայթացրեց, որովհետեւ վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն էր, նրանք դա ընդունեցին եւ ձեր թեզերը իրական չեն։ Շնորհակալություն։